Արշավից ձեր տպավորություններով կկիսվեք։ Իհարկե կիսեմ, որ շատ տպավորված եմ այդ ջերմության, վստահության, հարգանքի, որ իրոք այսօր ես զգացել եմ, որ մեր ժողովուրդը փոփոխություն է ուզում, ոչ թե սուտ խոսալ, ասել, կազմակերպել, մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջանով։ Իրոք զգա ժողովրդի ուզածը ինչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները, խնդիրները, որ մենք էլ խոստացել ենք եւ դա լուծումներն ենք գտել, որ լիարժեք առաջի հենց որոշման ժամանակ որ մեզ հրանցում տրվի, անմիջապես դա բոլորը լուծելու ենք։ Հնարավորություն էլ կա, ցանկություն էլ կա, ծրագիր էլ կա, կապեր էլ կա, լավ թիմ էլ կա։ Պարոն Ծառուկյան, դուք բոլոր բնակավայրերում մարդկանց ասում եք սպասեք լավ փոփոխությունների։ Ինչ փոփոխությունների մասին է խոսքը եւ ինչ ժամանակում դրանք կյանքի կկոչվեն։ Դա արդեն կոչած է, դա Ծառուկյանը իր կողմից, իր ազգին, իր երկրին, իր ժողովրդի համար է կատարել, որ իմ ժողովուրդը այսօր ասելու բան չունի։ Այս 8 տարվա ընթացքում լիարժեք ոչ մի լավ բան չել է, բացի սուտ ասելուց, խաբելուց, ժողովրդին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տուժտուգանքներով, գույքարկ ավելացնելով, այդ բոլորը ասենք թե այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Ես դա տեսել եմ, զգացել եմ, մարդիկ վախում են, սենց բան պատմության մեջ չի եղել տենց ընդրություն, վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն, վախացնեն, չի եղել, բայց վախի մթնոլորտով պահելը դա ժամանակ որ բնույթ է գրում, արդեն ես ասում եմ, իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է, այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել եմ, որ երկրի վիճակը բարդացել է, եւ մեր դիրքերը թուլացել է։ Ես 100 անգամ ասել եմ, որ մենք պետք է չխառնվենք գերպետությունների մեջ իրենց շահի հարցերով, որ մենք թակարդ ընկնենք։ Մենք այսօր թակարդի մեջ ենք եւ հիմնական այդ թակարդի պանիրն էլ մենք ենք։ Ինչի համար կռվախնձոր դառնանք եւ այսպես մեր ժողովուրդը ինչ է օգտվելու։ Բացի տուժելուց, բացի կորցնելուց։ Հեսա այնքան խոսացին, որ խաղություն եք բերել, խաղություն ինչ խաղություն, ուր է այդ թուղթը։ Միայն բանավոր պայմանավորություններ, որ մենեք պետք է տան, բաժներ կատարեն, Թուրքիայի բաժները կատարեն։ Այդքան խոսալուց հետո մի հատ էլ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ սարքեցին, որ այսօր պետք է ասենք, թե տնտեսությունը ժողովուրդ պահողն է, պետություն պահողն է, հարկ տվողն է, փող տվողն է ժողովրդին հիմնական հարցերը, ու այսօր բերեց այդ վիճակին, որ իրոք ասենք թե գործազրկություն, աղքատություն, սննկացում, սա է լինել, ուրիշ բան չկա։ Պարոն Ծառուկյան, այս ամենի համատեքստում շարունակում են հաթաթաններ տալ նաև ձեր հասցեին, վախեցնել սեփականությունը զրկելու։ Չկա, նա գրանով ոչ մի բանի չեն կար ասել, Ծառուկյանը ոչ վախեցող է, ոչ այդ կանգնող է, այլ իր խոսքը պահելու է, նա կարողանում են թող լիարժեք հարցերին պատասխանեն։ Ես ինչ որ կա ասում եմ, ես այդ հարցերը բարձրացնում եմ եւ անհրաժեշտ է այսօր այդ հարցերը լուծել իմ երկրի, իմ ժողովրդի համար։ Նրանք զգալով, որ այսօր լիարժեք օրորի նրանց հողի իրենց ոտի տակից գնում է, որտեղ ոչ մի ասած բան չեն արել եւ այսօր էլ գլուխ գովալով արդեն Եվրոպա մեքենան գնաց։ Եղբայր օրը 1000 հատ մեքենա պետք է գնա, մի հատ մեքենա ձևական բաց թողելով, դա ինչ հարցի լուծում, այսա կապրենք կտեսնենք, ոչ մի բան ասածները չի լինելու, իրականություն չեն կարողացի դարձնել։ Տնտեսության շուկա բացելը 10 տարի պետք է, 10 տարվա ընթացքում դա ինչ կարան անել։ Պարոն Ծառուկյան, Ռանուշնա, բլոգեր։ Բարև ձեզ։ Հաջողություն եմ աղթում։ Спасибо։ Տարբեր շրջանակների ներկայացուցիչներ են այս ընթացքում մոտ Ծառուկյանին։ Բարգավաճ Հայաստան։ Դու ցավոտ անեմ, մենակ դες։ Որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Բասի չեմ լսում։ Տեղեկացանք, որ որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։
Այսինքն ոնց որոշե, եթե մի ամիս առաջ հայտնել են, հիմա ես իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նայ ես կարայից չգայի։ Այս ժողովրդի ինչ էր անելու առանց իրենց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հերոստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի, չէ՞։ Դե չէ, դեր թեմա չենք գտասել։ Հաշվի առնելով, որ մեծ շրջապատ ունեք նաև արտերկրում այս ընթացքում աջակցող խոսքեր եղել են կոնկրետ միջազգային տարբեր կառույցներից, ձեր գործընկերներից։ Ուրեմն ամբողջ աշխարհի հետ շփվում եմ, բոլորն էլ ցանկություն ունեն, օգտակար լինեն, պիտանի լինեն, հազարավոր ազդեցիկ հայեր կան, որոնք աշխարհում մեկ ձեռագիր ունեն, աշխատել են, ուզում են պիտանի օգտակար, մեզ բոլորը սիրում են, հարգում են, ուզում են լավ բան անեն մեր երկրի համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև Պարոն Ծառուկյան, ինչու չեք գնում բանավեճի, Նիկոլ Փաշինյանը հիմա լսի, թողեմ գնամ, այսպես պետք է ղեկավարվի։ Ինչու որոշեցիք չմասնակցել, ինչու մտածում եք։ Այ կուցավը տանը, ոնց այսքանին ում թողեմ։ Դա մի ամիս առաջ որոշած է եղել, այսօրը որ պետք է անցկացնենք մեր հավաքը։